Ինքը շատ լավ գիտի, դա իրեն դուր է գալիս, դա իրեն ձեռնտու է, դա իրենց քաղաքական ճաշակն է, իրենք այդպես են ուզում, որովհետև իրենք էլ կատարում են մեկ այլ երկրի պատվեր, որպեսզի իրենք առաջացնեն մեր բարեկամ երկրների մեջ խանդ, լարվածություն եւ այլ կարգի իրավիճակներ, թեկուզ Ռուսաստանին, ես ոչ մի երկրի ներկայացուցիչ չեմ, ոչ մի երկրի համար որևէ ինչ-որ քարոզարշավ չեմ իրականացնում, բայց ես տեսնում եմ, որ կամաց մենք գնում ենք թշկացման։ Տիկին Ռոզաննա, հիմա այս տեսանյութի տակ ԿՊ-ի աջակիցները կգրեն, որ դուք ուղղորդված եք, սադրիչ եք, ձեզ ուղարկել են, Պուտինի ագենտ, մնացած բաները։ Ես գիտեմ, ես վստահ եմ, ես ինչ ուզում են գրեն, նախ ես ոչ մեկի գրածը բանի տեղ չեմ տնում, չեմ էլ կարդում ընդհանրապես, որովհետև գիտեմ, որ նիկոլական զոմբիները բոլորը կարող են հայհոյանք գրել, վատ բաներ գրել, ասեն, որ ինքը ուղարկված է, հա, սա այն կնիկն է, այն կինն է, ինքը 12 տարի նույն բանը ասում է, բանի տեղ չտնեք, ինքը իրանից դուրս խոսում է, ինքը լիրֆ է, ինքը ես այս բաներ կարա գրել, թող գրեն, բայց գոյությունի իրականություն, գոյություն են փաստեր, ճշմարտություն։ Հիմա այս մարդկանց անուններ եմ տվել, այդ մարդիկ կարան վեշկերան հեշքեն իմ ասածը, չեն կարա։ Լավ, դուք արդարադատության վերականգնումը Հայաստանում ինչպես եք պատկերացնում, ինչպես պետք է դա տեղի։ Ամբողջ ծավալով իշխանափոխություն պետք է լինի, ամբողջ ծավալով դատաիրավական համակարգը պետք է փոխվի, ղեկավարները պետք է փոխվեն, դատախազության դսի դռան նստած շնից բռնած պիտի տեղից մաքրվի։ Անկամ դռան նստած շունը կարող է հետագայում իր մետաստազները տարածի։ Եթե որևէ մեկը մնաց այդ մարմնում, հետևաբար նույնը շարունակվելու է։ Պիտի փոփոխություն լինի ամբողջ համակարգի մեջ, որպեսզի ստացվի գոնե որոշակի չափով, չեմ ասում 100%, բայց գոնե որոշակի փոփոխություն լինի։ Սենց անհնար է ուղղակի։